Ազգային ժողովում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. ազգային ժողովի ամբիոնից. Խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է։ Նրանց նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր եւ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության իրավունքից։ Այդ պարտավորությունը ստանձնել եւ վերաստանձնել ենք։ Հայաստանի քաղաքացիները հարցնում են, ինչու մինչ օրս այդ խնդիրները լուծված չէին, մենք էլ հստակ եւ ուղիղ բացատրել ենք։ Հայաստանի կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը առավել կենտրոնացված է եղել խաղաղության օրակարգի ձևավորմանը, որը մեծագույն ջանքերն ուղղված են եղել այդ աշխատանքներին, նշել է Փաշինյանը։ Հիմա հասկանանք ինչ ունենք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդդիմությանը ասել է ունեք այսքան մանդատ։ Մանդատ նշանակում է այդ մանդատի ծավալով նաև իրավունքներ։ Դրանք մի կողմ, որ նրանք պետք է խորհրդարանում չլինեին, դա հարցի մի կողմն է։ Մենք իհարկե գտնում ենք, որ նրանք խորհրդարանում ընդհանրապես անելիք չունեն, բայց դա մենք ենք գտնում։ Նիկոլ Փաշինյանը, իշխող ուժի ղեկավարը, հայտարարում է, որ ինքը նրանց իրավունքները չի ճանաչում։ Ոնց կարող է պատահի խորհրդարանը լինի լեգիտիմ, եթե ընդդիմությունը, որը որ պետության կողմից ճանաչում է, որ պարտադիր պետք է այսքան տոկոս, այսինքն 1/3-ը լինի ընդդիմություն։ Եվ դա նաև իրավունքները, խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում դա նաև վերահսկողական ֆունկցիա է խորհրդարանի կողմից։ Դա որոշակի գաղտնիքներին ծանոթանալու իրավունք է։ Այո, գաղտնի փաստաթղթեր կան, որ ազգային ժողովի падգամավորը անկախ նրանից իշխող ուժի падգամավոր է թե ընդդիմադիր, նա իրավունք ունի ծանոթանալ։ Իսկ հիմա այդ մարդկանց համարում են ապօրինի։ Այսինքն շատ հանգիստ կարող են ասել, մենք թույլ չենք տալիս, որ այս գործակալները ծանոթանան պետական գաղտնիքին։ Բայց դա նշանակում է իշխող քաղաքական ուժը ինչ էլ անի, հանգիստ կարա որևէ հաշվետվություն չտա։ Շատ վատ է, որ իրանք են խորհրդարանում, բայց այսօր իշխող քաղաքական ուժը հայտարարում է, որ նրանք ապօրինի են։ Այսինքն նրանց լիազորությունները եթե սահմանափակել, խորհրդարանից դուրս ողջունելու են։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այ բերենք այս ապօրինիներին խորհրդարան, որպեսզի նրանց ճնշելով ժողովուրդը ողջունի, դա նշանակում է ժողովուրդը ողջունի, որ ստեղծում է բռնապետական համակարգ, որտեղ ինչ է նշանակում խորհրդարանական կառավարման համակարգի ժամանակ падգամավորին ասես դու մանդատ ունես, բայց իշխող քաղաքական ուժի ղեկավարը դա համարում է ապօրինի։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ իրանք լավ էլ ուզում էին, որ այդ մարդիկ լինեին խորհրդարանում։ Լավ էլ ուզում էին, այո, պասերով լավ էլ արեցին, որ իրանք լինեն։ Դուք պատկերացրեք ցանկացած հարցում Նիկոլ Փաշինյանը հիմա աշխարհին ներկայանում է որպես Հայաստանի խորհրդարանում միակ արևմտամետ ուժ, բայց Նիկոլ Փաշինյանը արևմտամետ է։ Նիկոլ Փաշինյանը ինքը չի ասում, ասում է բալանսավորված քաղաքականություն ենք վարում, բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունենանք։ Այսինքն ինքը չի էլ ասոցացվում դրա հետ։ Նույնիսկ եթե խոստումներ ասում է, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, բացարձակ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվում։ Մենք չխաբվենք նրա վրա, որ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում որոշ ապրանքների նկատմամբ, Եվրոպան էլ ձեռք է մեկնում։ Դա քաղաքական ծրագրային աշխատանք չի դեպի Եվրոպա, բայց ինքը ասոցացվում է, որտեղ խորհրդարանում այդ երկու քաղաքական ուժի համեմատ ինքը արևմտամետ է համարվում։ Բայց իհարկե նրան պետք չէ լինի, որ իրական գաղափարական արևմտամետ ուժ լիներ խորհրդարանում, որ ասել է ինչ ես խոսում, կամ եվրոպական տարբեր հանդիպումների ժամանակ պատվիրակությունների մեջ լինում է նաև ընդդիմության ներկայացուցիչ, որ դրանին հեքիաթներ պատմեն չէինք ասելու, այս ինչ հեքիաթներ եք պատմում այս մարդկանց մոտ։ Կարող է մենք չգիտենք Հայաստանում ինչ է կատարվում, բայց ով դա ասի։ Եթե ռուսամետ ընդդիմության ներկայացուցիչը լինելու է պատվիրակության կազմում, գնա Եվրոպա բողոքեն Հայաստանից, կամ ասեն այս իշխանությունը, դե ասեն սուս մնացեք, մտամ չգիտենք դուք ովքեր եք։ Սա ինչի համար արվեց, որ այո, խորհրդարանում չլիներ իրական գաղափարական այլընտրանք եւ առաջի շահառուն դրա հետ իշխող քաղաքական ուժներ։ Այդ տեսնում եք ինչ ընդդիմություն ունենք, որը դեռ ոտը խորհրդարան չդրած արդեն ապօրինի է։ Ով է դա հայտարարել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ, սահմանադրական դատարանը ոչ, դատարանը ոչ, վարչապետը։ Ասում չեմ ճանաչում, դուք ապօրինի եք։ Եթե այն կողմը ապօրինի է, որի իրավունքները օրենքն է ճանաչում, որ այդ խորհրդարանը չի կարող լեգիտիմ լինել։ Բայց հիմա այս ընթացքում ինչ պետք է անեին այդ ընդդիմադիրները։ Եթե գոնե խեկները ոչ մի բան չի հասնում, լսում են այն մարդկանց, ովքեր իրանց կթել են։ Մի քիչ էլ որ կթեն, Նիկոլ Փաշինյանը համարյա ճիշտ է դուրս գալի, որ ասма բանա եղած փողերը կկորցնեն։ Պետք չի որ Նիկոլ Փաշինյանը խլի։ Այսա կթողները կթենները ժողովրդին հետ ինչ մի բարդ բան է։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Բادرեք մի հատ դիմեք եվրոպական կառույցներին։ Ասեք դուք լեգիտիմ եք ճանաչում, ողջունում եք այս ընտրությունները, ասում եք անցել է ազատ արդար, բայց այդ ընտրությունը չի ճանաչում իշխող քաղաքական ուժը։ Բա դուք ի՞նչն եք լեգիտիմ ճանաչում։ Պետք է Ռուսաստանին դիմել, Ռուսաստանի կարծիքն ու վերաբերմունքը գիտենք։ Եթե վերաբերմունք չի արտահայտում, դա էլ է վերաբերմունք։ Բայց ինչի՞ չեք անում։ Հա, որտեղ ուզում եք մանդատը վերցնել։ Բա որ մանդատը վերցնեք, ինչ եք անելու։ Գնալու եք խորհրդարան, ինչ եք անելու։ Մինչև ընտրությունները ասում էին, տեսեք, փողոց ենք դուրս գալու, հեղափոխություն ենք անելու, դուք տեսեք ինչ ենք անելու։ Հիմա եկել ընտրությունն ավարտվել է, ինչ են ասում, բա որ փողոց դուրս գանք, ինչ որ բաներ անենք դրսում։ Կարող է բախումներ լինի, կարող է այսպես, բա դուք ընտրություններից առաջ ժողովրդին ասել էիք, որ դուք գառնուկի պես պատրաստում եք մանդատը վերցնել գնալ խորհրդարան։ Բայց այդ դեպքում քանի տոկոս ենք ստանեիք։ Դուք մոռացել եք, թե ինչ ձևով էիք արտահայտվում, թե ինչ եք անելու ընտրությունից հետո։ Բա ինչի՞ չեք անում։ Հիմա բացատրում եք, որ չի էլ կարելի անել, բա մենք տես բան ինչի պետք է անենք, մենք դի մանդատը վերցնենք եւ գնանք խորհրդարան, այնտեղ աշխատենք։ Ինչ եք աշխատելու, ժողովուրդ ջան։ Գնում եք խորհրդարան, որ ծեծուտեք, բառից ուղիղ եւ փոխաբերական իմաստով։
բայց նաև ուղիղ։ Այո, դուք դեռ ոտներդ ներս չդրած ձեզ համարում են ապօրինի։ Ինչ հարց բարձրացնեք ծեծելու է։ Ժորժ ջան, իսկ մի բան է հետաքրքիր։ Այսինքն մի քանի $100 միլիոն ծախսում եք, որ գնաք ծեծուտեք ամբողջ աշխարհի առաջ։ Ժորժ ջան, թողեք գնանք խորհրդարան։ Նորմալ օրենսդրական գործունեությամբ զբաղվեինք, այդ միջազգային կապերը իշահս հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության ծառայացնեինք, թեկուզ գործից հոգնած տուն կգայինք կդիմեինք, կգայինք ձեզ ձերի կծեծեինք էլի ժողովուրդ ջան։ Այսինքն դրա համար պետք է մի քանի 100 միլիոն փող ծախսել, որ ամբողջ աշխարհի աշխարհի առաջ ծեծուտեք։ Այդ դա է մանդատ վերցնելու առաքելությունը։ Բա սա մի կարճ ժամանակ հետո տեսնելու եք, որ դուք հանրային ոչ մի վստահություն չունեք։ Ինչի՞։ Որտեղ նրանք ովքեր փողը վերցրել են, գնացել են, քվեարկել են, այդ ձեր ձայները չի։ Ա փողը տվել եք, ինքն է քվեարկել է։ Ձեր բանը պարտու պահանջը վերջացավ։ Իսկ նրանք ովքեր իսկապես ձեզ ընտրել են, բայց դուք խոստացել եք իշխանապողություն, նրանք էլ հիասթափվելու են մի կողմ քաշվեն։ Այս ենք ունենալու մենք խորհրդարան։ Խորհրդարան, որի սկզբանե դեռ չձևավորված, իշխանությունը համարում է ապօրինի։ Եվ բացարձակ անվերահսկելի ալնելու իր գործողությունները։ Այնպես չի որ մենք ինչ որ հույս ունեինք այս ընդդիմությունից։ Մենք ուզում ենք նորմալ ընդդիմություն լինի։ Բայց նույնիսկ այս վատ ընդդիմությանը զրկելու են իրավունքներից։ Իսկ այսօր իրանք դա իմանալով, այսօր մտածում են վերցնենք մանդատ եւ գնանք արդյունավետ աշխատենք։ Ինչ որ բաներ պահան։ Դուք ինչ եք պահանջելու իշխանությունից։ Կարա ձեր հարցին էլ չպատասխանի։ Կարա ձեր բարձրացած հարցերին ասի տեղներդ վերենգեք այդ հանցագործներ։ Ինչ եք անելու։ Սկռիվ եք սարքելու ազգային ժողովի դահլիճում։ Իրանք շատ դուք քիչ։ Դուք էլ ցույց եք տվել, որ դուք պատրաստ եք օրենքի շրջանակներում իրանց հետ աշխատել։ Մենք սա ունենք ժողովուրդ ջան, դեռ չի սկսվել։ 9-րդ գումարման ազգային ժողովը դեռ չի սկսել իր աշխատանքը, բայց արդեն նրան հայտարարված է ապօրինի։ Հիմա սա էինք ասում, ինչ արեցիք դուք։ Այո, եթե իշխանությունը համարում է, որ ապօրինի է անդիմությունը, որը սահմանադրությամբ լիազորություն ունի, ինքը համարում է, որ ապօրինի է այս խորհրդարանը եւ պետքա լինի արտահերթ ընտրություններ։ Թե ինչ ձևակերպում կգտնեն, թե ինչպես դա կանեն, թող իրանք մտածեն։ Բայց այսպիսի հայտարարություն վարչապետի անունից ասում է, խորհրդարան գոյություն չունի եւ պատահական չի, ասում են ինչ եք գալի խորհրդարան, ինչ ունեք անելու։ Այսինքն իշխող քաղաքական ուժը ասում է, սա վատ падգամավորներ է, մի եկեք, մենք գնանք հանգիստ մեր գործն անենք։ Այսինքն իրանք ի սկզբանե հայտարարում են, որ իշխող քաղաքական ուժին ընդդիմություն պետք չի, որի իրավունքները ամրագրված է օրենքով։ Այդ դրա համար պետք է այսպիսի ընդդիմություն լինի, որին ասեն գասել, չգասել, ոչ մեկին հետաքրքիր չես, այ գործակալներ, այ հանցագործներ, այ թալանչիներ։ Այս սրան էր արժանի մեր հասարակությունը։ Այս ընտրությունն է, եւ ասում եք, ախր այ ժողովուրդ ջան, ախր իրանք խոստացել են հունիսին փոփոխություն։ Բա դուք չեք կարող այդ անել, իրանք կարողացան անեն, կարողացան ձեզ խաբեն։ Երկու նախադասություն արտասանելու հնարավորություն չունեցող մարդը, որ ոչ հայերեն է կարող խոսալ, ոչ ռուսերեն, կարողացավ այդքան ձայն ստանալ։ Այս է այդ որոշում, իսկ բոլոր են հրապարակային գործիչները, որոնք իրանց կոտորում էին, նրանք կոտորում են, որ մենք այսպիսի խորհրդարան ունենանք։ Եթե դուք շարունակում եք նրանց հավատալ, ուրեմն ժողովուրդ ջան, դա արդեն դուք ձեր մեջ մանեք եք։ Ինչու է դա այդպես։ Որտեղ իրանց ցանկացած խորհրդարանը հենց սա էր, որ լիներ Նիկոլ Փաշինյանը, այլընտրանք գոյություն չունի, չհավատակ ոչ մեկին, եւ Նիկոլ Փաշինյանի համար շատ հարմար ընդդիմություն։ Այս սա են ուզում ժողովուրդ ջան, թե դուք նրանց ինչին եք լսում, ինչին եք հավատում, արդեն դուք որոշեք։